Շնորհակալ եմ։ Հարցս ուղղում եմ արտաքին գործերի նախարարին։ Պարոն նախարար, Բելարուսում բլոգեր Ռոզա Բաբախանյանի ազատումը Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց որպես իր միջամտություն, նույնիսկ օդանավակայանում հրապարակային այսպես դիմավորեցին եւ այլն։ Ես ուզում եի հետաքրքրվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ինչ որ բան արել է այս քաղաքացու Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների պաշտպանության համար եւ բացի դա ընդդիմադիր շրջանակներն էլ այդ ընթացքում այսպես թմկահարում են, թե այ տեսեք ներկայիս իշխանությունները փչացրել են հարաբերությունները, դրա համար համապատասխանաբար չեն կարող միջամտել եւ անդրադառնալ այս խնդրին։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, համեցեք պարոն Միրզոյան։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, գիտեք ես չգիտեմ ով ինչ դիմավորում արել, ով ինչ ճանապարհում արել կամ այլ միջոցառումներ, մենք ազատ երկիր ենք, բոլորը իրավունք ունեն այդպիսի բաներ անելու։ Ես կարող եմ ձեզ փաստեր ասել։ Փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական նոտայով դիմել է բելարուսական կողմին, հայցել է տեղեկատվություն ձեր նշած քաղաքացու վերաբերյալ, 3 օր անց ստացել է բելարուսական կողմի պատասխանը, որը ասում էր, որ այդ անձը 15 օրյա ազատազրկված է 15 օրով եւ ժամկետը լրանալուց հետո բաց է թողնվելու։ Ով է ջանք գործադրի բաց թողելու համար, ով է ներկայացրել որպես իր ձեռքբերում, չգիտեմ, մեզ այդքան չի հետաքրքրում։ Մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին 15 օր հետո բաց է թողնվելու։ Մնացած ով ուզում է թող ծաղիկ նվիրի, քավլիցի մենք առարկություններ չունենք։ Մի բան է, դուք որ ասում եք, որ Բելարուսի հետ մենք վատթարացրել ենք հարաբերությունները վատթարացրել են այն մարդիկ, ովքեր պաշտոնապես եւ հրապարակ ընդունել են, որ Բելարուսը օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին, այդ թվում ռազմական Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման ընթացքում եւ այդ մարդիկ ամենևին Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներ չեն, այդ հայտարարություններ արած մարդիկ, այդ մարդիկ Բելարուսի ներկայացուցիչներն են։ Արձագանք։ Պարոն նախարար, նաև նշեմ, որ որոշ անհատներ էլ տեղին անտեղին անընդհատ անդրադարձ էին կատարում այս նույն հարցին, բայց կարծես ոչ թե մտածելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների պաշտպանության համար, այլ ավելի շատ սեփական PR-ի հարց էին լուծում եւ նույնիսկ բլոգեր Լապշինն է անդրադարձել եւ ասել, հետաքրքիր է, որ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն չի խոսում այս թեմայով, թեկուզ իր PR-ի համար, իսկ այս PR-ի կոչերին ինչպես եք վերաբերվում։ Մենք ոչ մի բան PR-ի համար չենք անում, թող արդյունքները լինեն, թող ուրիշները PR դիվիդենդներ ստանան այդ արդյունքներից, էլի կրկին ոչ նախանձում ենք, ոչ էլ այդպիսի խնդիր ենք դնում մեր առջև, իսկ մեր համար կարևոր են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները եւ արտերկրում որտեղ էլ որ լինի մեզ հասու բնականաբար միջոցներով եւ դիվանագիտական ու միջազգային պրակտիկայում ընդունված միջոցներով մենք հետամուտ ենք լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների սպասարկման շնորհակալ եմ։